Դեպքը տեղի ունեցել Նիժնի Ժոպինսկում տակը միայն գրի, որ վարորդը ծառից խուսափելու փորձ էր անում։ Խզմալյանը մի հատ հակառուսական գեղեցկագույն գեոպոլիտիկա պոստարեց։ Հայաստանն այստեղ ներկայացված է իր լավագույն արտադրանքով հայկական կոնյակով։ ԿՊ-ի կորպորատիվը вообще տես չէ։ Երանի բոլորս այս մարդու ասած ժամանակից ունենանք։ Որ որ գնաս հետը կգամ։ Բարև ձեզ, եթերում տարեվերջյան Arm Comedy-նա ով կմտածի որ մյուս անգամ հանդիպել եք 2026 թվականին։ Ձեր վերջին շանսն է այս տարի անել մեզ նվեր։ Այ օրինակ, եթե ալկոհոլիկ եք կամ թմրամոլ, ապա թարգեք ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը, դրա փոխարեն գրանցվեք մեր Patreon-ին, ընդհանրապես 3-ից սկսած ինչքան ուզենաք, նայեք ինչքանի է կորում։ Իսկ եթե շատ ուզում եք ինչ-որ լավ բան արածելնեք, բայց այդ հնարավորությունը չկա, ոչ էլ ծխում եք նույնիսկ, ապա պարզապես անվճար բաժանորդագրվեք ալիքին, լայք դրեք ու մենք կզգանք, որ դուք էլ ինչքան ներգրավված եք։ Իսկ եթե մյուս տարի շինարարություն եք պլանավորում, ապա խորհուրդ ենք տալիս մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ի արմատուրաները, որոնք շատ պինդ են։ Պատրաստի ձուլած, շարած բոլոր չափսերի սպասում են ձեզ Արարատի մարզում։ Եվ այսպես մեր գործընկեր Դոմուսը այս տարի աճեց ու ուրախացրեց բոլորիս իր նորություններով եւ զեղչերով։ Այս տարի խոստանում է ել ավելի լավ անակնկալներ։ Թույլ տվեք Դոմուսի կողմից շնորհավորել բոլորիդ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Շարունակեք վստահել Դոմուսին եւ կյանքը լիքը նվերներ կպարգևի ձեզ։ Եվ այսպես տարին վերջանում այս մենք տենցել միջև վերջ չհասկացանք, թե ինչ է հիբրիդային պատերազմը եւ ինչու է այն շարունակվում ու շարունակվում։ Ենթադրաբար դա fake news-ն է, որը ստեղծվում է in past կամ դեմ ինչ որ մեկի ուղղակի պատերազմը fake news-ից 100 անգամ ավելի լուրջ է հնչում։ Այ օրինակ ինչ որ մի ընդդիմադիր լրատվամիջոց կարա սենց մի հատ վիդեո դնի Facebook-ում ու տակը միայն գրի, որ վարորդը ծառից խուսափելու փորձ էր անում։ Ու դուք կմտածեք, արա այս ինչ է կատարվում այս երկրում, արա այս ազգը այս ինչ հորրի վիճակում է։ Բայց լրատվամիջոցը մոռացել է գրել, որ դեպքը տեղի ունեցել Նիժնի Ժոպինսկում, որը մեր հետ вообще կապ չունի։ Fake news-ը կարող է լինել նաև ավելի ակնհայտ։ Տակը գրվի սա AB-ով է ստեղծված, բայց մեկը ստեղծի կոնկրետ տրամադրություն կոնկրետ ուղղությամբ։ Նայում ես ու միանգամից անգիտակցաբար հիասթափվում ես կաթողիկոսից։ Իսկ այն երբ որ ինչ-որ մի հատ փորձագետ են նորահայտ գտնում կամ քաղաքագետ, որը լուրջ դեմքով տրցնում է, էլի հիբրիդային պատերազմ չի։ Շատ լավ հարց է բարձրացնում փոքրիկ Նարեկը։ Փորձենք դիտարկել այդ հիբրիդային դրվագը իրական հիբրիդային լուրի վրա։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է Սանկտ Պետերբուրգում փակտրների հետևում Պուտինը Փաշինյանին հարցեր է տվել Եվրապաշտոնյա Մայա Կալասի սկանդալային հայտարարության մասին, թե Հայաստանը դիմել է Եվրամիություն օգնություն խնդրելով արտաքին միջամտությունը կանխելու համար։ Ըհն, կարա թվա որ սա լուր է, բայց առայժմ սա ինչ որ քաղտեխնոլոգի կարծիք է։ Բայց կարող է ինչ-որ տենց իրական փաստերի inside ինֆորմացիայի վրա քաղտեխնոլոգիա's լուրը կառուցում։ Կմտածեք դուք, բայց քաղտեխնոլոգը տրցնում ու տրցնում ու չի կանգնում։ Քաղտեխնոլոգը վստահ է, որ Փաշինյանը Ռուսաստանում փորձել է ինչ-ինչ բացատրություններ տալ, բայց Պուտինը նրա հազիվ թե հավատացած լինի։ Քաղտեխնոլոգը նաև վստահ է, որ Պուտինը հարցրել է Փաշինյանին, արա խեք են Վարդան Ղուկասյանին ստացեք են, այն Ավինյանը մի քանի ավելի մեծ կոռուպցիոն սխեմաների մեջ է ոնց որ ենթադրում, ինչ է կպել Վարդան Ղուկասյանին, մտածել է քաղտեխնոլոգը, բայց Փաշինյանը այն ժամանակ նայել է Պուտինի վրա, ըստ քաղտեխնոլոգի ասել է, հն համե չլսեցի, ուսես չտեսնելու է տվել։ Արա ինչ քաղտեխնոլոգ, ինչի ամեն ինչ այդքան վատ։ Չմոռանանք ինչի ենք սա ասում, հիբրիդային մոդելներ ենք ուսումնասիրում։ Բայց վերջում իհարկե լավ կներ տեսնել այդ քաղտեխնոլոգին, որը այդքան մանրամասն պատկերացրել է Պուտին-Նիկոլ հանդիպումը։ Դու վարչապետը կարող է նայել Պուտին աչքերը եւ 1500 տարբերակ ասել, թե ինչ էր ասում Կայա Կալասը։ Ամեն ինչ կարող է ինքը ասել։ Да что ты, черт побери, такое несешь, Бадолян?
Ես հայտնում եմ կարծիք, հիմա հայտնում եմ կարծիք, որ այս ռեպորտաժ նկարելուց հետո Բադալյանը լրագրողին ասում է ջան, իսկ զգացում է, որ ես ուղղակի տրստում եմ։ Եվ լրագրողը ըստ իմ կարծիքի վերլուծելով օդը ասել է հա զգացում է, բայց մենք դա չենք իմանա։ Այսինքն հիբրիդային պատերազմը դա պարզապես հինը բարի bullshit-ն է։ Bullshit ու կես։ Հիբրիդային պատերազմի զուգահեռ վարի են գնում նաև մեր շատ սիրելի վստահելի լրատվամիջոցները։ Այ օրինակ մորաքույր ազատությունը։ Վերջին օրերի սկանդալի падգամավորների ստացած աստղաբաշխական ապարքեվավճարների մասին։ Նայեք, ազատություն, Կարլեն, հոգիս, կարող եք ասել 5 անգամ ավելի շատ, քան սովորաբար, տասնապատիկ ապարքեվավճար, բայց աստղաբաշխականը դա էմոցիոնալ վերաբերմունք է, դա ոնց որ դա վատ լրագրություն է, ոնց որ ասեք աշխատավարձ են լափում կերակրատաշտից, մոտարպես այդ ժանրից է, ջանիկ։ Բայց գաղա ազատությունը մտել է քաղաքականություն։ Նորից, ուղղակի այս անգամ մյուս կողմից։ Պետքա ճշտել մի հատ Բադալյան քաղտեխնոլոգից։ Չէ, սա կատակեր երբեք ոչինչ բան պետք չճշտել Բադալյան քաղտեխնոլոգից։ Երբեք։ Հետո Կարլե ջան, եթե այն քյասիպ լրատվամիջոցները ինչ որ ՃԺՊԶ նյուզը եւ այլն ասեն, որ աստղաբաշխական է, էլի հասկանալի, բայց ձեր համար չի կարա էլի էսի աստղաֆակին բաշխական թիվը լինի։ Ամեն դեպքում մի հատ հասկանանք էլի, ինչի է ըստ ազատության ռեժիմը տենց լափում։ Վերջին օրերի սկանդալի падգամավորների ստացած աստղաբաշխական ապարքեվավճարների մասին խորհրդարանի խոսնակն այսօր մեկնաբանել է իր որոշումը մոտ 300 միլիոն դրամ հատկացնել 100-ից ավելի падգամավորներին։ Այսինքն падգամավորները մարդ չեն ուզում հասկանամ։ Ես չգիտեմ, կենսաբանությունը երբեք իմ ամենաուժեղ կողմը չի եղել, բայց ազատությունը, որին ես վստահ եմ, ասում է, որ աստղաբաշխական է եղել։ Բայց ԱԺ տնօրենը պնդում է, որ հերիք չի մարդ են ԱԺ падգամավորները, պնդում է։ Էլի մի հատ էլ ամենաանտեսված մարդիկ են։ Բոլորին, նախարարներին, փոխնախարարներին, ոստիկաններին, ուսուցիչներին, բոլոր բյուջետային աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է բացի падգամավորներից։ Այսինքն բոլորի աշխատավարձը բացի падգամավորներից բարձրացել է, բայց որպեսզի падգամավորները չնկատեն, որ իրանցը չի բարձրացել, այդ ապարքեվավճարները մտցրել են, որ ուղղակի թղթաբանությունը շատանա, բայց իրենք չզգան, որ իրանց մոտ չի բարձրացրել։ Ապարքեվավճարը չի նշանակում, որ ինչ որ դաժե չեմ ասում լավ բան էլ, որ դեպքում իջացնենք նշածողը։ Ինչ որ ակնառուտ է, ինչ որ ջանք գործադրածելնես, որ նոր ապարքեվավճարը ստանաս, ոչ թե որ Հայկ Ծիրունյանին մի 4 տարի չգիտեմ ընդ ինչ անես, տուպը նստած ու ավտոմատ ապարքեվավճարը նստի։ Այ տեսեք, ես սա չէի մտածել, բայց Նարեկը եւ Թագուհին լավ մտածել էին։ Կան քպական падգամավորներ, որոնց անունները ես չեմ հիշի, այս պահին, որոնք երբեք ամբիոնից չեն խոսել, երբեք որևէ հարց չեն բարձրաձայնել, ֆիզիկական ներկայությամբ եկել են, կոճակը սեղմել ու գնացել են։ Հիմա այդ քաղաքացիական պայմանագիր խմբակցության այդ падգամավորները կամ ինչպես կարելի է համահավասար բոլորին դիտարկել։ Ճիշտ է ասում, խիպը նույն ապարքեվավճարը ստանա համ Հովիկ Աղազարյանը, որը մեզ լիքը ուրախություն, օգուտ եւ դրական լիցքեր է ապարքեվել, համ Նարեկի Ծիրունյանը, որը 3 տարուց ավել է ոչ մի ուրախություն չի բերել մեր կյանք։ Ինչի՞ պետք է հավասարապես ստանան։ Լավ, մինչդեռ ԱԺ падգամավորները ստանում են ազատության ասած դա ապարքեվավճարները, հետքը նկատել է, որ ոչ падգամավորական մասը, հա, սուտ է խոսում։ Այ օրինակ հետքը, մալադեց, փաստերով է խոսում, նույնիսկ գտել է բացառիկ կադրեր, որտեղ Ավինյանը սուտ է խոսում։ Ապարքեվավճար հետքին։ Ուղղակի այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն, պարոն վարչապետ։ Այո, իհարկե։ Մենք արդեն իսկ մետրո Գիպրոտրանս ընկերության հետ առաջին փուլը անցել ենք նախագծման եւ նախնական հաշվարկներով առաջարկվող Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս։ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները Աջափնյակ մետրոյի կայարանում։ Կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային մրցույթի կառուցման մրցույթի հետ կապված հատուկ պայմաններ ավելացնելով։ 22 թվականից անցավ արդեն 4 տարի կամ ինչպես կասել Ազատություն ռադիոկայանը 10 դար անցավ դրանից հետո, բայց մետրոյի շինարարությունը չի սկսվել։ Զատո Ծիծեռնակաբերդի խճուղին պրծան։ Ну, 10% դեռ մնացել է իրականում դեռ։ Լավ, մետրոն պարզվում է, փաստորեն 21 թվականին ինչ որ պայմանագիր է կնքվել մետրո Գիպրոտրանս ընկերության հետ 1.8 միլիարդ դրամի, բայց Մետրո Գիպրոտրանս ընկերության կողմից կատարվել էր միայն նախագիծ փուլից ավալին համապատասխանող աշխատանք։
Մինչդեռ պայմանագրով նախատեսված 1.8 միլիարդ դրամ ֆինանսական միջոցները նախատեսված էին նախագծային փաստաթղթերի թե նախագիծ եւ թե աշխատանքային փաստաթղթեր փաթեթների մշակման համար։ Նախ, եթե ձեր կապալառու, պոտենցիալ կապալառու ընկերության տնօրենը գալիս է կարևորագույն հանդիպման կարմիր պիջակով, դա արդեն red flag է, էլի։ Հա, Ուշ եղեք։ մի քիչ հետքին խնդրենք ավելի པարզ լեզվով բացատրել էլի ամեն ինչ։ Այս պայմաններում ստացվում է, որ կապալառու ընկերությունը, ստանալով պայմանագրով սահմանված ամբողջ գումարը, չի կատարել ծառայության մյուս մասը։ Դե կարևորը մենք մեր խոսքը պահել ենք ու տղավարի 1.8 միլիարդը տվել ենք այդ կարմիր պիջակով ճուվակին։ 3 տարվա ամփոփումներ քաղաքապետարանում եւ Ավինյանը չշրջանցեց նաեւ հենց մետրոյի թեման։ Պարզ բացատրեց ամեն ինչ։ Կայարանի նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած պատրաստ է։ Եվ մասնավորապես այդ փորձաքննություններից մեկը, պարզ փորձաքննությունը 1-ից ավել տարի է տևել։ Այսինքն ինքը բավական բարդ process է եղել։ Դե դուք արդեն մնացածը պատկերացրեք, եթե պարզ փորձաքննությունը շատ բարդ process է, բա որ հասնեն փորելուն ինչքան է բարթանալու։ Ռուսներն էին մեղավորը, Конечно, որովհետեւ իրանց ընկերությանն էին վստահել։ Ու հենց այդ առթով Խզմալյանը մի հատ հակառուսական գեղեցկագույն գեոպոլիտիկա պոստարեց։ Մեր պատասխանը այն մի քիչ ռուսամետ քաղտեխնոլոգին։ Եթե պատկերացնենք աշխարհը որպես մեծ ամանորյա սեղան, ապա Հայաստանն այստեղ ներկայացված է իր լավագույն արտադրանքով հայկական կոնյակով, դեռևս կոնյակով, դեռևս Արարատ։ Արդեն լավ է, կարող իհարկե Հայաստան ներկանալ վեդի ալկոյով, բայց երևի Խզմալյանի գործընկերը Արարատնա ինչը օքեյ է։ Չէ, Հայաստանը կոնյակն է։ Ինչա մեզ առաջարկում Փաշինյանական ռեժիմը ըստ Խզմալյանի։ Ռուսական սոխ եւ թուրքական, թուրք-ադրբեջանական դանակ։ Հետն էլ ինչ որ էժան բենզին, բայց դե գիտեք, որ էժան բենզին, ինչպես նաև էժան պանիրը միշտ հայտնվում են թակարդում։ Что ты, черт побери, такое несешь, Խզմալյան, խես մորմշանում ժողովրդական ասացվածքները։ Բայց ի՞նչ է սխալ ասում։ Էժան բանիրը հենց թակարդում չէր միշտ լինում։ Знает արդեն իմ իմանալով вообще-то անվճար էր, թակարդում պետք է անվճար լինի, չէ՞ որ մուկը սենց անցնում է, գնում է էժան պանիրը առնելու, մեկը նոմա խանութում էս քանա, թակարդում նայեք 30% ավելի էժան պանիր է, գնամ թակարդից առնեմ, fucking առնեմ բանը։ Խզմալյան, մի արա, մի մտի մկանդաշտ։ Okay, ո՞նց են փակում մեր բերանները, մետաֆորաների արքա։ Իսկ որ շատ չխոսեք, մեզ առաջարկում են նաև ամերիկյան ծամոն, ավելի ճիշտ դրա կեսը։ Տրիպի ճանապարհի ձևով։ Ռիգլիս Պերմինգամ, գամ, ոչ մեկ չի իշես գովազդը, ես շատ հին եմ, դրա համար ուղղակի ասեմ, եթե Խզմալյանը գոյություն չուներ, ես նրան կհորինեի, ես ինքս նրան կհորինեի։ Ես իհարկե կնախընտրեի все-таки բան juicy fruit-ով գոնե փագեին մեր բրանը, ոչ թե սպերմինտով, սպերմինտ գամ։ juicy fruit on something։ Բայց լավ, ամեն դեպքում ինչ է առաջարկում Խզմալյանը։ Խզмалян, сделай нам предложение от Европы русским акцентом, от которого армяне не смогут отказаться. Իսկ ինչ ենք առաջարկում մենք ձեզ եվրոպական կուսակցությունը։ Մենք առաջարկում ենք ձեզ ֆրանսիական հաց։ Մենք առաջարկում ենք ձեզ գերմանական երշիկ, իտալական սպագետի։ Por favor, italiano spaghetti. Մի կանգնեք, առաջարկեք մեզ Խզմալյան, առաջարկեք մեզ полностью։ Կամ շոտլանդական վիսկի, եթե կան սիրողներ, ցանկացողներ։ Իրանական խուրմա։ Խզմալյան լենդում Իրանը եւս Եվրոպայի մասը ու խուրման իրանական իդեալական զակուսկի շոտլանդական վիսկի համար somebody stop this guy. Ոչ մի stop, էլ ինչա մեզ առաջարկում Եվրոպաշվիլին։ Չինական եւ հնդկական թեյ, ով որն է ցանկանում։ Տեսեք, այս ամենը եվրոպական Հայաստան է։ Shut up, shut up, shut up. Խզմալյան գաստուր, էլ ինչ առաջարկում Փաշինյանը այդ Եվրոպա-Չինա հնդկա իրանական թաշախուստի փոխարեն։ Սա եւ սա Ռուսաստանը եւ թուրք-ադրբեջանական դաշինքը դա այն է, ինչ դες առաջարկում է Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն։ Ես ընտրում եմ Խզմալյան, որովհետեւ ինձ ավելի շատ դուր է գալիս իր առաջարկած Եվրոպա-Իրան
Չինաստան, Կորեա դաշինքը։ Կորեա չէ, Հնդկաստան էր։ Pardon, կներեք որ մեզ Խզմալյանը ափի վրա առաջարկում է ոչ թե Հնդկաստանը, այլ Կորեան։ Մի րոպե ընդհատեմ, էլի ձայնային բացիկ ենք ստացել պարոն Խզմալյանից։ Տեսնենք։ Ոչ այդքան սիրելի տղաներ, մաղթում եմ ձեզ բարի նոր տարի եւ որ նոր տարում այդքան ռսաստրուկ չլինեք։ Ոնց որ ամանորյա տրամադրությունը մի քիչ փչացրեց։ Իդեպ ռուսամետ ուժերը հզոր հակահարված տվեցին Խզմալյանին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ռուսական ձմեռ է, Снегурушка рядом, привет, Снегурушка. Привет, Дед Мороз. Дед Мороз тебе подарки принес. Наконец сбываются все мечты. Лучший мой подарочек из окончан это ты. Как на дракон, ну-ка, давай-ка, Хазмалян, выходи. Нет, Хазмалян! Нет, Хазмалян! Нет, Хазмалян, погоди. Ждет моих подарочков. Окей. И тебе достанется от меня. Բարեկային ծառայողը կանգնեցրեց վարորդին ստուգելու, արդյոք նրա ավտոմեքենայում ստանդարտին չհամապատասխանող նվագարկչի ուժեղացուցիչ կա։ Կխնդրենք բեռնախցիկը բացեք։ Արտաքին զննությամբ պարզվեց, որ մեքենայի բեռնախցիկում տեղադրված է ստանդարտին չհամապատասխանող ուժեղացուցիչ։ Բա եղավ, բայց չէ որ անուշ ախպերները հատուկ աշտի շատի ժողով են այլ հրազդանի կիրճում ու որոշել են տիեզերական համաձայնության գալ, որ ժամը 9-ից հետո էլ բարձր երաժշտություն չեն միացնում մեքենաների մեջ։ Բայց դու ինչի՞ց ես որոշել, որ մեր անուշ ախպերը 9-ից հետո բարձր մյուզիկա կոքում։ Ակնհայտ ցերեկա։ Խե կանգնացրես մարդուն ու ինչ պետք է լինի հետը։ Այս պահին վարորդը իրավա խախտման հանգամանքները վերացրել է, լրացուցիչ տեղադրված ուժեղացուցիչը դուրս է բերվում մեքենայից, քանի որ տեղն վերացվել է, այլ արձանագրություն չի կազմում եւ մեքենա պահպանող տարածք չի տեղափոխվում։ Նախ ինչից իմացաք, որ մեքենայի մեջ ուժեղացուցիչ կա։ Բարձր նվագում էր, թե ուղակի տեսակ, որ նիվայա մտածիք դե հաստատ մեջը կլինի ուժեղացուցիչ։ Դրական մոտեցում, հա, թե եթե այդպես ուժեղ տղա եք, մի հատ էլ ոչ նիվա կանգնացրեք։ Արգել քաղաքացի մեքենայում ունեք արդյոք տեղադրված լրացուցիչ բարձրախոսեր կամ ոչ ձայնային որ խնդրենք բեռնախցիկը կբացեք։ Վարորդը տեղյակ էր նոր ընդունված կարգից։ Ձեր մեքենայում ամեն ինչ կարգին է, բարի ճանապարհ ձեզ։ Ինչա թե նիվաչի միանգամից խախտում չկա, հա։ Նեշի որ ինչ որ racial profiling են անում, ուղղակի պատահական սկզբունքով կանգնացնում են ու նենց ազդացում որ որը նիվաչի մեջն էլ ոնց որ սաղ օքեյ է։ Նենց չի որ հասկանում ենք ինչի են անկապ տեղը մեքենաները կանգնացնում ու ստուգում թե բագաժնիկի մեջ ինչ է։ Ուժեղացված շրջայցի ընթացքում հանդիպած հաջորդ մեքենայում եւս ամեն ինչ համապատասխանում էր ստանդարտներին։ Սահմանված կարգով կանգնացել են քաղաքացու տրանսպորտային միջոցը, քաղաքացին տեղյակա օրենքի մասին չունի եւ չի ունեցել։ Քաղաքացիացավն էլ տանենք, բարի երթել մաղթենք։ Դե վերջ, շարից նիվից հեռու էլ ավարտենք, մնացեք մեզ հետ։ Բայց ոնց որ մի հատ էլ բացիկ ունենք։ Ճիշտ է, ունենք այս անգամ մեր ձևով շարժումից։ Մեր ձևով, Նարեկ Կարապետյանը։ Տղաներ ջան, շնորհավորում ենք ձեզ, մաղթում ենք ամենալավն ու բարին, բայց Ռոբերտ Ամստերդամը ուզում է ինչ-որ բան ասի։ Please, Mr. Amsterdam. Yeah, sure. Fuck you, Arm Comedy. I hope you get sick and die. Всё, հա երևի։ Չէ, մի հատ տարվա վերջունա, մի հատ էլ ծիծիկ լուրա ուզվում ես կտորի վերջում, որը կարող է տալ միայն 1 հոգի, լավ լուր, միայն 1 հոգի կարա մեզ տա։ Այսօր սա հաղորդում այդ 1 հոգին էր ոնց որ։ Այդ 1 հոգին կարող է լինի շատ, բայց երբեք too much։ Այսօր մի գեղեցիկ օրիորդ տոնում էր 22-րդ տարեդարձը եւ ես պարտքս համարեցի հայտնել այդ լուրը հայ ժողովրդին։ Բանն այն է, որ խոսքը Կիլիկյան հայոց թագավորության, հետևաբար հայոց թագուհու տիտղոսակիր իշխանուհի Վիկտորիա դի Սավոյայի մասին է։ Դե եկեք մի հատ շնորհավորենք հայոց թագուհուն եւ մաղթենք, այո, Թագուր ջան, որ վերադառնա Հայաստան եւ իշխի մեզ ստեղ ոչ թե հերվից հերու իշխի, long distance իշխել, այլ տեղում մեզ իշխի։ Բայց դու Երևանի օթի որակը տեսել ես, որ թագուհուն հրավիրում։ Արա Ավինյանը երեգասեց, որ արդեն մաքրվել է, արդեն կարա գա։ Եթե դեռ ցած թագուհի գա, իսկ դուք մնում եք մեզ հետ, որովհետև երկրորդ մասին մենք միասին այցելում ենք ՔՊԻ կորպորատիվ, իմանում ենք ով է իրանց ցուցակից դուրս մնացել եւ կապսի ջրամբարի հետ կապված մաստեր կլաս ենք անցնում։
Մենք հաջող բողոքում ենք խցանումներից։ Ու դա նորմալ է, որովհետև դե շատ մարդ է, շատ մեքենաներ են, բա պետք է խցանում լինի։ Բայց հաճախ խցանման մեջ նայում ես շուրջը, ու տենում ես արա, այսքան մեքենաների մեջ 90%-ը մի հոգի է մեջը նստած։ Մեքենա նստելուց եկեք մտածենք, արդյոք այդքան կարևոր է իմ գործը, որ ես մենակով մի ամբողջ մեքենայի տեղ զբաղեցնեմ այդ երթևեկության մեջ։ Նույնիսկ եթե մի քիչ կարևոր է գործը, արդյոք պատրաստ եք 50 րոպե անցկացնել խցանման մեջ ձեր մեքենայով, որպեսզի գնաք ինչ-որ մի հանդիպման կենտրոնում։ Եղեք ավելի կոմպակտ երևանցի, միայն ծայրահեղ դեպքերում մենակով մեքենայով տեղ գնացեք։ Մանավանդ նայում ես, արա եկա մեքենայա, մեջս ես մի հատ քիփլիկ մինիատյուրն է աղջիկ անստած։ Աղջիկ ջան, գուցե մետրոյով գնայիր, եթե իհարկե Աչափնյակում չես ապրում, բայց մյուս դեպքերում գուցե մետրոյով գնայիր։ 21-րդ դաժն է վերջի վերջո։ Instagram-ում տեսել եք, որ ֆաստի նոր ակնքարտեր ձեռք բերողները կարող են մասնակցել արշավի եւ ստանալ նվերներ։ Հիմա կասենք ինչ նվերներ են։ 5 հատ iPhone 17 Pro, 3 Apple Watch 11, 3 հատ AirPods Pro 3, 2 հատ Dyson, 1 հատ PlayStation 5 Slim եւ 1 հատ AirPods 4։ Արշավին մասնակցելու համար ընդհանրապես պետք է պատվիրել Fastbank-ի ցանկացած Visa ակնքարտ ու վերջ, արդեն մասնակցում եք, ակտիվացնելն էլ էական չի։ Դրանից էլ հեշտ արշավ։ Ձեր Visa ակնքարտը կարող եք պատվիրել Fastbank Mobile հավելվածով կամ գնալ Fast-ի 24/7 աշխատող մասնաճյուղերից մեկը։ Մի բան էլ ավելացնեմ։ Okay, You good? Եթե պնդում ես։ Հենց հիմա պատվիրելու դեպքում կստանաք հնարավորություն Cinema Star-ի Dalma Garden-ի եւ Real Mall-երում գնել 1 տոմս եւ եւս մեկը ստանալ անվճար, կամ գնել 2 տոմս եւ եւս 2-ը ստանալ անվճար։ Գնել 3 տոմս եւ եւս 3-ը ստանալ։ Ոնց հասկացաք լոգիկան։ Ու տենց ու ակցիան գործում է մինչեւ հունվարի 31-ը։ Մանրամասները կարդացեք նկարագրությունում։ Ավարտին է մոտենում նաև կորպորատիվների շրջանը։ Տարբեր կոլեկտիվներ հավաքվում են, ուրախանում են, տժժում են, ճանապարհում են եւ ամփոփում են տարին։ Երբեմն ստացվում է հենց որ կոլեկտիվը մի քիչ շատ է խմում ու խնդրում է, պահանջում է որ շեֆը երգի։ Շեֆը որպես կանոն սլուխ չի ունենում, բայց աշխատողները դա չեն նկատում։ IKP-ի կորպորատիվը вообще տենց չէր։ Այս ամանոր մենք բացահայտեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ռիթմ մեքենա է։ Ringo Starr-ն էր զանգել եւ ասում էր, "Oh, what the fuck." 3 միլիոն վարչապետերից բաղկացած ժողովուրդն էր զանգել, ասում էր, հուսով եմ ես ոչ աշխատանքային ժամերին եք, չէ՞ սրա փորձերը արել։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր զանգել ու ասում էր, իրոք։ Կարեն Կարապետյանի մոտ ավելի լավ էր ստացվում։ Հա, իսկ հանդիսատեսը սենց ռեակցիա տալիս էր։ Okay, մենակ ինձ այն աղանդավորական հավաքները հիշացնում է, որ հատուկ ինչ-որ խորհրդանիշներ ունեն, բոլորս էս ցույց են տալիս, այն հովիվ առաջնորդն էլ բեմից կրակ է ուղարկում Հիսուսի անունից ինչ-որ։ Մենակ կրակ ասիր ու պրծար, մեզ հասած ներքին ինֆոյով այս երգը 3 անգամ են խնդրելով ներկայացրել ու երգել այդ երեկո։ Նախ որովհետև դե այդ մի երգն է սովորել ու բացի դրանից բոլորը գոռում են նա բիս, հոսիրտը չէր կոտրի մարդկանց։ Ու որ անդադ նույն 400 ռիթմը չտար, մի հատ էլ պերեխոդ էր սովորել։ Երանի բոլորս այս մարդու ասած ժամանակից ունենանք, որ երբ ես դզում է հեծանիվ քշենք, երբ ուզում ենք, ձեռի հետ թմբուկ նվագել սովորենք, աշտի շատի ժողովը իր ոչ խորությամբ ուսումնասիրենք, ձեռի հետ էլ երկիրը Շվեյցարիա սարքենք բաց երկնքի տակ։ Նիկոլի պոտենցիալը միշտ են թերագնահատել։ Ովքեր։ Դե թեկուս հենց այն լևոնական նախահակի դաշինք ենք։ Ես 100 անգամ ասել եմ, ինքը եղել է մեր
կոպիտ ասած մեր հանրավակների DJ-ը, ոչ ավելի։ Ուրիշ դերակատարություն նա չի ունեցել։ Իսկ կարար լիներ ձեր ռիթմ մեքենան։ Ու вообще թե մեկը ֆայմերի մի հատ ռոք խումբ ստեղծեր ու այս մարդուն բարաբանշիկ նստածներ, պատմությունը լրիվ ուրիշ ձև կդասավորվեր։ Այդ ընթացքում Զուրաբյանը հայտարարեց, որ նրանք մասնակցելու են ընտրություններին եւ ունեն նույնիսկ տեխնացու, որը Լևոն Զուրաբյանն է։ Ուզում ես շեղես ուշադրությունը ԿՊ-ի կորպորատիվից։ Հա, ժամանակավոր մի հատ այս թեման գնանք, հետո կվերադառնանք։ Ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Այս դեպքում էլ ՀԱԿ փոխնախագահը քաղաքական ուժերի անուններ չտվեց, որոնց հետ ինչպես ինքը ձևակերպեց, պետք է լրջորեն բանակցեն։ Փոխարենը ասաց, նախընտրական դաշինք չեն կազմի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ։ Դե արդեն ես եմ սկսում վազ գալ, որ ով նոր հայտարարում է, որ մասնակցում ընտրություններին, մի հատ ասում է, որ երկրորդ ու երրորդ նախագահների հետ չի համագործակցելու։ Արա հա, էլի ոնց որ իրանց ինադու մասնակցեն բոլորը։ Մի քիչ բարի եղեք, նոր տարի է, շատ էլ որ թաթար մոնղոլ եք անվանել իրանց ժամանակին։ Իդեպ մի բացիկ էլ ստացել ենք երկրորդ նախագահի գրասենյակից։ Մի տեսակ շատ տգեղ է նոր տարուն ընթരാճ Ռոպեն մեկ շեշտել, որ հենց մեզ հետ չեք համագործակցելու։ Մի քիչ բարի եղեք, նոր տարի է։ Իդեպ մենք էլ Սերժի հետ չենք համագործակցելու։ Բայց վերադառնանք մեր party animal-ին, ով ոչ միայն տժժեցնում է դահլիճը, այլ նաև պայթեցնում է հրապարակը։ Ցավոք YouTube-յան խիստ կանոնների պատճառով Տիգրան Ժամկոչյանի գլուխգործոցը կկատարենք մենք։ Ուր որ գնաս հետդ կգամ, ուր որ գնաս մոտդ կգամ, ուր որ մոտդ կգամ հետդ կգամ, մոտդ գնաս հետդ կգամ։ Թրվրացող Արայիկ Հարությունյան, հիմա ես տեսել եմ ամեն ինչ։ Առանց ճոճվելու թրվրացող նավակ ճոճողը, հիմա ես էլ տեսա ամեն ինչ։ Իդեպ եթե Նիկոլը նույնքան լավ կատարեր իր խոստումները, որքան լավ տժժում է հետդ կգամի տակ, կարող է ոչ մի խնդրեմ էլ չլներ։ Ինչ խնդրեմ կա, Նիկոլը իդեալական բանաձև է գտել։ Սկզբից խոստանում այն ինչ-որ մի բան, այ օրինակ Փաշինյանը հիացմունքով էր նայում նոր բնակավայրի մակետին ու առանձնակի ոգևորությամբ հայտարարում, որ Հայաստանում առաջին անգամ 0-ից բնակավայր է կառուցվում։ Բոլորս հիշում ենք, չէ՞, որ Հայաստանում երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անելու 0-ից որն Այս միտքը Փաշինյանը պարբերաբար կրկնել է տարբեր տարիներին այս թեմայով քննարկումների ժամանակ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ըստ էության նոր գյուղ ենք կառուցելու։ Նոր գյուղ կառուցելու համար նախ պետք էր կապսի ջրամբարը կառուցել, որը դե շատ թանկ բան է։ Բայց Հայաստանում փողի խնդիր չկա։ Առնվազն նոր պարտք վերցնելու խնդիր չկա։ Ջրամբարի կառուցման համար գերմանական KfW բանկը 68.5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել, եւս 26.7 միլիոն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Հիմա արդեն դժվար չի գուշակել, որ տարիներ անց իհարկե այդ գյուղը չկա, ինչպես չկա նաև Չեմպիոնների լիգայում խաղացող Հայաստանը 10 միլիոն տնկած ծառը եւ ռեստորաններում չծխելու օրենքը։ Բայց Փաշինյանը չի անհանգստանում, որ եկա խոստում ապրավալ գնացել, որտեվ գիտի, որ օրվա վերջում մի հատ բառաբան կնվագի ու մարդիկ կքննարկեն դա, հենց դա։ Խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարվել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է։ Կապալառուն վատն էր, մեծ ծրագրերը ընդհանրապես ամենտեղ տենսն են, Իսկանդերն էլ չաշխատեց։ Իսկ ով էր այդ կապալառուն, երևի ինչ-որ մեկի բարեկամն էր, կմտածեք դուք։ Պրոստը եկե մի օրում սելեն, որ վсё, գործի չեք վաղվանից, դիք չինացին է մեզիս է, իանք են մեր գործատուն։ Մաքուր կանտոներենով ասել է, որ վաղվանից էլ ստեղ չեք աշխատում։ Շատ կանտոն իրավիճակ։ Բայց վերադառնանք ԿՊ-ին։ Եվ այսպես ԿՊ-ականները փորձում են տեղ գտնել նոր նախընտրական ցուցակում։ Իդեպ, եթե Նիկոլի նվագած երգը դեռ չեք սարքել ձեր հեռախոսի ռինգտոնը, վաբշե հույսել չունենաք։
Իսկ ցուցակում, այդ նոր ցուցակում արդեն ունենք ցավալի կորուստներ։ Վարչության որոշման դեմ բողոքարկել էին ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Ջուլիետտա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը։ Այս ցանկում ամենակննարկվածը Հայկ Սարգսյանի տեխնատության մերժումն է։ Բայց իր մասին արդեն խոսել ենք, դրա համար կենտրոնանանք այն մյուս կորուստի վրա, որը մեզ ավելի խորը խոցեց։ Մարդ, ով հայ ազգին նվիրեց այս տողերը։ Գործընթաց է երկրում, եղբայր։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ առաջակա։ Ու всё, էլ вообще ոչ մի օգտակար բան է այժմ նստած չի արել էս մարդը։ Ով ցիրուն, ինչու հեռացար։ Բայց ինչ եք զարմանում, որ չկա ցուցակում։ Արա դե, որովհետև նայ Հայկ Սարգսյանի կողքը ինչ սիրուն sense լուրջ դեմքով ու ժիլետով նստած էր։ Հայկ Սարգսյանը գոնե օնլայն կազինոների թեման էր առաջ բրթում։ Օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու օրենսդրական փոփոխության հետևանքով Սարգսյանի հարաբերությունները սրվել էին հատկապես ազգային ժողովի նախագահի հետ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հերքել էր, թե ինքը բուքմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում։ Ոչինչ, Նիկոլ Մեծը հաստատ միտեղ մի փոխմարզպետ, մի նախագահի խորհրդական կստանա ու լուրջ դեմքով էլի կնստի։ Իսկ մեզ ուշում են, որ ունենք եւս մեկ բացից։ Եթե Ռոբերտ Քոչայանին թվում է, թե մեր ուշ կգնում այրա հետ համագործակցելու համար, ապա չարեչար սխալվում է։ Մենք առանց իրա էլ ինչքան պետք է կխփենք։ Սա ամանորյա բացիկ, մեզ ոչ մի բան չմաղթեց, ոնց որ իրար լսեցնեն ուղակի։ Չգիտեմ։ Ամեն դեպքում եկեք ամփոփենք նաև կաթողիկոսի դեմ պայքարը։ Այս Կիրակի էջմիածին գնացին Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցի ու համել ընդեղից մեզ բացատրեցին ինչիա Կճոյանը արդեն լրիվ օքեյ։ Յուրաքանչյուր մարդ եւ յուրաքանչյուր հոգեվորական, եթե ունի սխալներ, իրավունք ունի այդ սխալները ընդունելու եւ փոխվելու։ Եվ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հոգեվորականներ այդ ճանապարհով գնում են եւ հատկապես քրիստոնեության մեջ ներելու եւ հնարավորություն տալու գաղափարները բազմաթիվ անգամ շեշտվում են։ Եթե ինչ-որ հոգեվորական օֆշորային սկանդալներում հիշատակվել է ու ոչ այդքան քրիստոնեական Bentley է ունեցել, ապա այդ լրիվ օքեյ է, այդ կարելի է ներել։ Շատ գեղեցիկ ամանորյա Սուրբ Ծննդյան մեսիջեր։ Իսկ եթե մարդ ասենք մի թեթև սայթակելա ու մինուճար թակ աղջիկա հետ գցել, կարանք ներենք, կարա փոխվի։ Այստեղ կպն ոնց որ կարմիր գիծ է քաշում։ Այստեղ չէ։ Մնացեք մեզ հետ։ Ուշադրություն, ամանորեն բան չմնաց ու դուք սպասում եք հավես ամանորյա ակցիաների ու Sky Motors-ում կա տենց ակցիա 5.6 միլիոնանոց էլեկտրոմոբիլը զեղչվել է ու դարել է 4.9 միլիոն։ Դրա համար նախ նորից սկսում եք հավատալ Սանտային եւ գնում եք Թբիլիսյան 20 քանի Սանտան բոլոր էլեկտրոմոբիլները չի տարել։ Das Weltnaschen Theaterni. Bibi salata. Gajar schon. Ո՞ց է ռեալը խաղալ չգիրի։ Ապա։ Էդ իմ ներկայության պասի։ Ինչի ռեալը։ Հաճախ երբ մեր քեֆը լավ է, մեզ թվում է մենք կինոյի մեջի տղեն ենք։ Վան Դամը կրավավի սպորտում, Շվարցը Տերմինատորում, Սպայդերմենում, եղբայրս կամ ինչու ոչ քույրս, դա տենց չի, խաղաղվիր, խմիր այնքան, որ երեկոյի համը չհանես։ Վեդի ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Այ ապրես, Արադ 73-ի կենացը։ Այս քաննա 25 թվի վերջի Arm Comedy-ն։ Վերջին դիտեք օրվա վիդեո բոցը։ Ինչ կարծիք ունեք։ Նորմալ։ Էժանը Նիկոլ ջան, լցենք էթա։ Կարևոր էժանն է։ Այո։ Մի մասը մարդկանց ասում է, որ ադրբեջանական է, պետք չի, մենք գերիներ ունենք այդտեղ, հողերը օկուպացիա։ Կապ ունի Քուր ջան Սայլարկի հետ։ Ինչ կապ ունի։ Իմ անունը Նիկոլ է։ Հեղափոխությունից հետո գնացի սարքեցի Նիկոլ։ Հեղափոխությունից առաջ ինչ էր ձեր անունը։ Ագո։
Ահա եւ վերջն արեք, ահա։ Վերջ, եթե դու Patreon-ին միացած ես, եթե միացած ես Patreon-ին, կարաս մտնես մի հատ էլ հատուկ OnlyFans-ը տարեվերջան։ Մի հատ հա OnlyFans-ում ես առաջարկում մի հատ լավ հասկանանք մի քանի թեմա որ դուրս մնաց, օրինակ, օքեյ, այս հերթերը, որ ադրբեջանական բենզինի համար այնտեղ կանգնած են, մի հատ պետք է ինչ-որ ձեով բացատրել ոնց տենց եղավ որ մեզ թվում է մենք բոլորս դաշնակ ենք իսկ այնտեղ պարզվում է որ օքեյ դաշնակ լինել իհարկե շատ կարևոր է բայց ինձ այդտեղ բան այդ արդարացումն է բնում որ միջև էդ էլ ռուսից էի կառնում էդի պահի Всё ադրբեջանցին ու ռուսը sense լրիվ նույն պոլկայի վրա դրին հիմա էլ պես բան են էլի ոչ հա այս սա ավելի մանրամասն OnlyFans-ում շնորհավոր ամանոր շնորհավոր մերսի որ այսքան տարիա մեզ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի